Ուրեմն այսօր մեր պարոն Ոսկանյանի բանախոսության թեման շատ հետաքրքրական եւ ես կասեի արդիական թեմա է, դա եզդիների նվիրված հաստատ, որտեղ եզդիները դարեր շարունակ հայերի հետ միասին են ապրել, ես կասեի իրար մեջ են ապրել, բայց հստակ պատկերացում շատերը չունեն ոչ եզդիների մշակույթի եւ հատկապես կրոնի մասին։ Մենք ունենք լավագույն մասնագետ, համեցեք եւ այսօր դրանք մենք Ցավոք սրտի չհասցրեցի գնահատում, որպեսզի վերցնեմ նյութերը ցուցադրական որոշ նյութեր կային, բայց այսուհանդերձ եթե որևէ մեկը ցանկություն կունենա, Վարդան Ոսկանյան Facebook-ում ինձ գտեք, ես կուղարկեմ այդ ամբողջը ձեզ կարող եք նայել։ Ուրեմն այսօրվա մեր դասախոսությունը նվիրված կլինի մեր տարածաշրջանի թերևս ամենահետաքրքիր ժողովուրդներից մեկին, եզդիներին։ Եզդիները ապրում են, եթե մենք սկսենք տարածման աշխարհագրական արեալից, ապա եզդիների բնօրրանը, պատմական հայրենիքը, այդ ժողովրդի ձևավորման հիմնական օջախը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսային շրջաններում, այն շրջաններում, որտեղ հիմա փաստացիորեն ծավալվում են ռազմական գործողություններ կապված այս ահաբեկչական կառույցի իսլամական պետության ծավալած ագրեսիայի հետ։ Եզդիական համայնքները Միջագետքի հյուսիսն է դա, եթե մենք դուրս գանք պետական սահմաններից ավելի հասկանալի, այսպես ասած, կամ ավելի մեծ համար ծանոթ աշխարհագրական եզր ընտրելու լինենք, դա Միջագետքն է, Միջագետքի հյուսիսային հատվածները, լեռնային շրջաններ, որտեղ եզդիները ժամանակին կազմել են բացարձակ մեծամասնություն, բայց հետագա դարերի ընթացքում բնականաբար տարբեր նվաճողների, արշավանքների, չգիտեմ, պատմական կատակլիզմների եւ այլ զարգացումների արդյունքում հիմա այդ տարածաշրջանում եզդիները ընդհանուր առմամբ հյուսիսային Միջագետքի հետ վերցնելու լինենք փոքրամասնություն են, սակայն իրենց բնակության կոմպակտ վայրերում այսուհանդերձ դեռևս մեծամասնություն, եթե հաշվի առնելու չլինենք Սինջարի հատվածը, որտեղից եզդիական հոծ բնակչությունը փաստացիորեն դուրս եկավ իսլամական պետության հարձակումից հետո։ Չնայած մասամբ վերադարձել է, մասամբ այնտեղ էլ մնացել է, բայց այսուհանդերձ Սինջարի հատվածը, եզդիաբնակ տարածքների Սինջարի հատվածը, լեռնային շրջանը, այդ հատվածը այսօր կարելի է ասել ինչ-որ առումով եզդիաթափված է։ Ուրեմն բացի Սինջարից, որը եթե պատկերացնելու լինենք քարտեզը Իրաքի, Սիրիայի եւ մյուս կողմից հյուսիսից մի քիչ ավելի հյուսիս թուրքական, այսպես ասած, սահմանն է, լեռնային մի գոտի է, որը հյուսիսային Միջագետքում եզդիաբնակ տարածքներից ընդհանրապես մեկն է, երկրորդ եզդիաբնակ տարածքը, որը ցավոք այս դեպքում եզդիների համար անջատված է Սինջարի լեռներից արանքում գտնվող այլ էթնիկ խմբերով, դա Շեյխանի շրջանն է, որի մի հատվածը գտնվում է քրդական ինքնավարության վերահսկողության տակ սահմաններում այդ քրդական ինքնավարության եւ փաստացիորեն կարելի է ասել, որ մինչև այս դեպքերը եթե մենք նայելու լինենք, եզդիները տրոհված էին կենտրոնական Իրաքի ենթակայության տակ գտնվող տարածքներում, տարածքների միջև եւ հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ենթակայության տակ գտնվող տարածքներում։ Եզդիների ամենախոշոր, ամենակարևոր սրբավայրը Լալեշը, որտեղ ըստ ավանդության իր քարոզչական գործունեությունն է ծավալել եզդիական դավանանքի հիմնական, եզդիական կրոնի հիմնական գործող անձանցից մեկը Շեյխ Ադին, որը պատմական կերպար է, որին մենք կանդրադառնանք, գտնվում է հենց Լալեշի շրջանում, այս Շեյխանի շրջանում, Լալեշ սրբավայրում, որը համարվում է ցանկացած եզդու համար ուխտատեղի եւ ցանկացած եզդի պարտավոր է հնարավորության դեպքում իր կյանքի ընթացքում ուխտի գնալ այդ վայրը։ Ուրեմն եթե մենք դուրս գանք եզդիների պատմական այս տարածման բնօրրանից, Միջագետքի հյուսիսից գանք դեպի ավելի հյուսիս, ապա եզդիները պատմականորեն բնակվել են նաև ժամանակակից Թուրքիայի տարածքներում, ըստ որում հիմնականում մեծամասամբ մենք եզդիական բավական հոծ 30,000-ը քիչ թվականակչի բնակչություն ունենք Թուրաբդինի շրջանում, Թուրքիայի Մարդին, Միդիատ այդ շրջանում, Թուրաբդին ինքը ասորական անվանում է Աբդինի լեռ բառացիորեն, Թուրաբդինի շրջանում, որոնք ցավոք սրտի արդեն 80-ական թվականներին, 80-ականների կեսերից այդ տարածքը նույնպես եզդիաթափված էր, եզդիները զանգվածաբար դուրս էին գալիս Թուրքիայից,
գնալով Գերմանիա, Շվեդիա, եվրոպական այլ երկրներ։ Հաջորդ տարածքը, որտեղ մենք ունեինք, հիմա դժվար է ասել, չգիտենք հստակ տեղեկություններ չունենք, եզդիական համայնք, դա Սիրիան է, Սինջարին հարով այդ սիրիական տարածքները, որտեղ մենք մոտավոր տվյալներով ունենք 10,000 եզդի մինչև այս սիրիական իրադարձությունների սկիզբը։ Եզդիները պատմականորեն բնակվում էին նաև Արևմտյան Հայաստանի տարածքներում, մասնավորապես Վանի վիլայեթում կային Սուրմալու, Իգդիր այդ շրջանները, որոնք Արևելյան Հայաստանի մաս էին, հետո հիմա քանի որ պայմանականորեն Հայաստանի Հանրապետության այդ պետական սահմանը համարվում է Արևելյան Հայաստանի բաժանող Արևմտյան Հայաստանից, պայմանականորեն ասում ենք Արևմտյան Հայաստանի տարածք, չնայած Վանը շատ դժվար է Արևմտյան Հայաստան տեսնել ամեն առումներով, բազմուրականը ավելի շուտ Արևմտյան կամ Հարավային Հայաստանը, քան Արևելյան եւ կամ Հարավային Հայաստանը, քան Արևմտյան Հայաստան։ Այսուհանդերձ եզդիները կային այդ տարածքներում եւ հատկապես Արևելյան Հայաստանի կամ Պարսկահայաստանի ռուսական կայսրության գազում ընդգրկվելուց հետո նաև Օսմանյան կայսրությունից եզդիական որոշակի բնակչություն հենց նույն Վանի վիլայեթից հայտնվեց ռուսական տիրապետության տակ գտնվող տարածքները, ուղղակի եկավ այս տարածքները եւ պատմականորեն մենք արդեն այն տարածքում, որը այսօր անվանում ենք Հայաստանի Հանրապետություն, սկսեցինք ունենալ եզդիական բնակչություն։ Պատմականորեն այս տարածքում եզդիական բնակչություն չի եղել մինչև իմ նշած ժամանակահատվածը, մինչև տարածքի ռուսական կայսրության կազմ մտնելը, ընդգրկվելը այդ կայսրության կազմում։ Բնականաբար Հայաստանից էլ, քանի որ Անդրկովկասի վարչական քաղաքական կենտրոնը ցարական Ռուսաստանի իշխանության տարիներին գտնվում էր Թիֆլիզում, եզդիական համայնքը Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքից գնաց նաև դեպի հյուսիս, Խորհրդային Միության տարիներին նույնպես որոշակի շարժ եղավ եւ Վրաստանի տարածքում նույնպես ձևավորվեց եզդիական համայնք։ Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, մենք այսօր եզդիներ ունենք իրենց բնորանում Միջագետքի հյուսիսում, ժամանակակից Իրաքի հյուսիսում, եզդիներ ունենք կամ չգիտենք ունենք, թե դուրս են եկել Սիրիայում, եզդիներ կային Թուրքիայում, բայց հիմա գրեթե չկան մատների վրա հաշված եզդիական ընտանիքներ կարելի է գտնել Թուրքիայում, եզդիներ ունենք Հայաստանում, աստորում ամենահոծ համայնքներից մեկը եզդիական, եզդիներ կան Վրաստանում եւ բնականաբար այս Խորհրդային Միության փլուզումից հետո նաև պայմանավորված միգրացիաներով Ռուսաստանի Դաշնությունում նույնպես, որտեղ վերջին մարդահամարը գրանցել է 32,000 եզդի։ Բացի այդ, եզդիական սփյուռքի խոշոր կենտրոններ են համարվում Գերմանիա, Շվեդիան, Ֆրանսիան մասնակիորեն եւ եվրոպական այլ երկրներում նույնպես մենք ունենք եզդիական համայնքներ։ Ընդհանուր առմամբ պատկերացրեցիք եզդիների աշխարհագրական սփռվածությունը։ Հայաստանի Հանրապետությունում վերջին մարդահամարը ֆիքսել է 40,000 եզդի, խորհրդային տարիներին մոտ 60,000-ի կարգեր, բայց կար մի հետաքրքիր նյուանս, մինչև 89 թվականը եզդիները խորհրդային միության համապատասխան քաղաքականության արդյունքում չէին ճանաչվում որպես առանձին ազգություն եւ որպես կանոն մարդահամարներում հանդես էին գալիս քրդեր անվանումով, որը 1989 թվականի մարդահամարում արդեն ճշգրտվեց, ինչու, որովհետև կա դեբատ, կա բանավեճ եզդիական ինքնության վերաբերյալ։ Բանավեճը կա բացառապես քաղաքական մասան գիտական շրջանակներում, բայց եզդիների մեջ, հենց եզդիների շրջանում, ես նկատի չունեմ քաղաքական տարբեր հոսանքներում ներգրավված եզդին անձանց կամ եզդի ժողովրդի ներկայացուցիչներին, բանավեճը վերաբերում է եզդիական ինքնությանը, ցանկացած սովորական եզդու համար այդ ինքնության հարցը գոյություն չունի։ Ես եզդի եմ եւ եզդին ազգություն է։ Այդպես է խնդիրը լուծված եզդիական տարբեր համայնքներում, ըստ որում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Իրաքում, այլ նաեւ Վրաստանում, այլ նաեւ ռուսական կայսրություն է ուզում ասել, աստիճանաբար կայսրության է էլի նմանվում Ռուսաստանի Դաշնություն։ Ուրեմն ինչ խնդիր է եզդիական ինքնությունը, ինչպիսի խնդիր է։ Նախ, որպեսզի կարողանանք մենք եզդիական ինքնությունը քննել, այդ հիմնահարցին անդրադառնալ, պետք է նայենք այս համայնքի ձևավորման պատմությանը կամ պայմանականորեն ձևակերպենք ովքեր են եզդիները հարցը եւ փորձենք պատասխանել այդ հարցին։ Հիմա արդեն նշեցի եզդիների ձևավորման
տարածքը, բնականաբար եզդիները հանդիսանում են այդ տարածքի տեղաբնիկ ժողովուրդը, պատմականորեն մշտապես բնակվել են այդտեղ, ժամանակի ընթացքում հյուսիսային Միջագետքի մի հատվածը անցել է քրդախոսության, այնուհետև տեղի հին հավատալիքային համակարգերը սկսել են միաձուլվել, խառնվել, ես պարզ տերմիններով եմ փորձում բացատրել, ավելի գիտական բնորոշմամբ եզդիական դավանանքը կարելի է կոչել սինկրետիկ համակարգ, տարբեր տարրեր պարունակող, տարբեր կրոններից, դավանական ուղղություններից ներդաշնակորեն համադրած մի դավանական ընդհանուր համակարգ, այս սինկրետիկ հավատալիքային համակարգը ձևավորվում եւ որպես առանձին ուղղություն սկսում է հանդես գալ միայն 12-րդ դարում, չնայած իր մեջ ունի հնագույն տարրեր, բայց այն համակարգը, որը մենք տեսնում ենք այսօր, ասենք օրինակ քրիստոնեության մեջ էլ բազմաթիվ հնագույն տարրեր կան, չգիտեմ, բայց քրիստոնեությունը բնականաբար ձևավորվել է, այսպես ասած, մեր թվականության առաջի դարերի ընթացքում որպես ընդհանուր համակարգ, ամբողջական համակարգ։ Հիմա եզդիականությունը սկսում է ձևավորվել 12-րդ դարից սկսած իմ նշած Շեյխ բին Մուսաֆերի միսիոներական գործունեության, առաքելական գործունեության ժամանակահատվածում։ Ինքը Շեյխ Օմայյան տոհմից սերող անձ էր, ազգությամբ արաբ պատմական անձնավորություն։ Մենք գիտենք նրա թե պատմական կերպարի մասին, թե ունենք Շեյխ դավանական կերպար։ Սովորաբար շատ դեպքերում եզդիական կրոնում բազմաթիվ պատմական անձինք կան, որոնք ունեն իրական պատմական հենք, բայց նաև հանդես են գալիս պայմանական, ասենք, առասպելական ձևով դավանանքում են հանդես գալիս որպես այդպիսին, ինչպես մենք ունենք զուտ, այսպես ասած, եթե նայենք գիտական տեսանկյունից քրիստոնեությանը, ունենք Քրիստոսի պատմական որպես անձի կերպար եւ ունենք Քրիստոսի առասպելական կերպար, ժողովրդական կրոնում առավել եւս առասպելացված կերպար, կամ Մարիամ Աստվածածնի իրական կերպար, առասպելական կերպար, հասկանալի է։ Հիմա ջուրը մաքուր է, հաշվի առնեմ միգուցե մեկը խմել է, հիմա էբոլա է, Աստված հեռու պահի։ Ուրեմն այս համակարգը ձևավորվում է 12-րդ դարում Շեյխ բին Մուսաֆերի միսիոներական գործունեության ժամանակահատվածում եւ մենք գիտենք այդ դավանական ուղղությունը միջնադարյան աղբյուրներից որպես Ադավիա կրոն, Ադավիա ուղղություն։ Ադավիա Շեյխ Ադիի անունից, ինչպես մենք ունենք, չգիտեմ, բազմաթիվ այլ դավանական ուղղություններ, այո, որոնք կազմվում են իրենց հիմնադրի անունից։ Հիմա այս ուղղությունը, եթե մենք շատ համառոտ եւ շատ պրիմիտիվ մեկ բառով ներկայացնելու լինենք, կարելի է բնորոշել որպես սուֆիական եղբայրություն։ Սուֆիական եղբայրությունը այնպիսին, ինչպիսին են Ղադիրիան, չգիտեմ, Նախշբանդիան, հազար ու մի սուֆիական եղբայրություններ կան։ Մևլևիեն Թուրքիայի նշանավոր պարով դերվիշների, չգիտեմ, սուֆիական եղբայրությունը, որը Ջալալեդդին Բալխին է հիմնադրել Մովլավի պարսկերեն Մևլևի թուրքական արտասանությամբ եւ այլն եւ այլն։ Սուֆիական մի օրդը, որը այնքան է հեռանում իր մայր, այսպես ասած, կրոնից, որ անշուշտ այս պարագայում որպես առանցք այդ հավատալիքային համակարգի իսլամն է, որ այլևս դադարում է համարվել թե գիտական առումով իսլամական աղանդ, թե հենց այդ դավանական ուղղության հետևորդներն են դադարում այլևս իրենց ասոցացնել իսլամի հետ։ Առավել եւս, որ ձևավորում են թշնամական հարաբերություններ եզդիականության կամ ադավիականության, ավելի ուշ եզդիականության եւ իսլամի հետևորդների միջև, այդ թվում նաեւ նույն քրդերենով խոսող մահմեդականների եւ նույն լեզվով խոսող եզդիների միջև։ Հասկանալի է։ Եզդիները իրենց շատ հաճախ այս անվանումը պահել են եւ կրոնական տեքստերում, եզդիական կրոնական տեքստերում, կրոնը բանավոր է, դրան կանդրադառնանք։ Ադավի անունը հանդիպում է ադաբի ձևով, մի փոքր աղճատված, վ դարձած, եւ քանի որ ադաբի պարսկերեն, արաբերեն, արաբական ծագման բառը նշանակում է կիրթ մարդ, որը գիր ու գրականության հետ գործ ունի, սկսում է երկրորդական մեկնաբանություն ստանալ, այսինքն ոչ թե ադաբին նշանակում է Շեյխ Ադիի հետևորդ, ադաբիից սերած, այլ ուղղակի նշանակում է կիրթ, բարեկիրթ անձնավորություն, բարեկիրթ մարդ։
Ունենք մեկ այլ անվանում եզդիների համար, Դասնի, որը եզդիական խոշոր ցեղամիավորման անուն է, երեք էլ խոսեցինք, որ ցեղամիավորման անունը կարող է ընդհանրական կիրառություն ստանալ, բայց բացառապես դա ցեղամիավորման անունը, Դասնի ցեղի անունն է։ Ունենք երրորդ եւ ամենակաջածանոտ անվանումը եզիդի կամ եզդի, հայկական ձևով իրենք եզդիները իրենց կոչում են էզդի, որովհետև բառասկզբի յն կորում է եզդիերենում, ինչպես հայերենում էլ շատ կա, չէ, Երևան, բառվառային տարբերակները բառասկզբի յն կորում է զարգացման ընթացքում, էզդի, որը եզդիներին այլոց կողմից տրված արտաքին անվանման, արտաքին ցեղանվան էկզոէթնոնիմ, նա որ էթնոնիմ, որ տրված է այլոց կողմից մեկին։ Մենք Տաջիկի մասին երեք խոսում ենք, այդպիսի մի նշանակյալ է, որը եզդիների կողմից յուրացվել է եւ սկսել է կիրառվել նաեւ որպես ինքնանվանում, սեփական անվանում։ Որտեղից է սերում այս անվանումը, անվանումը սերում է հայտնի խալիֆից Յազիդ բին Մուավիայի անունից, որի իշխանության տարիներին, չէ, սպանվեցին շիական, այսպես ասած, տեղի ունեցավ այդ շիաների հետ նշանավոր բախումը, Իմամ Հուսեյնի, երեք չառաջոներ Աշուրաներ, հենց շիաները նշում էին Աշուրան, Իմամ Հուսեյնի կապակցությամբ եւ շրջակա մահմեդական բնակչության համար այս Յազիդ անունը ստանում է ածականական իմաստ, ածականական կիրառություն է ձեռք բերում քանահրական կամ ավելի շուտ դատապարտելի նարիցացիալն ռուսերեն, ինչպես ասում են, իմաստով անհավատ մարդ, որը այսպես ասած հավատ չունի, այդ նշանակությամբ։ Բառը ածականաբար հանդիպում է նաև Սայաթ-Նովայի մոտ, քու էշխեմ է դարել իմ եզիդ, քո սիրուց դարել եմ անհավատ բառացիորեն։ Հասկանալի է։ Բառը տարածված է, թե այդ իմաստով տարածված է նաև այսպես ասած թյուրքական տարբեր բարբառներում, մասնավորապես ադրբեջաներենում էլ կա։ Յազիդ նշանակում ադրբեջաներենում անհավատ նաև։ Բնականաբար, քանի որ ուղղափառ թե ուղղափառ սուննիականության, թե 12 իմամական շիայականության տեսանկյունից եզդիական դավանանքը ուղղափառ չէր, այսինքն այնպիսին չէր, ինչպիսին պետք է լինի ըստ իմ նշած ուղղությունների, ապա եզդիները դիտարկում էին որպես անհավատներ ուղղակի, գյավուրներ, պարզ ասած։ Յազիդ նշանակում է անհավատ, հետո իրենք վերցնում են այդ անունը կորցնում է իր սկզբնական, այսպես ասած, կամահրական իմաստը եւ հանգիստ կիրառվում է։ Հասկանալի է։ Առավել ևս, որ եզդիական պանթեոնում մենք ունենք եզդիական երրորդության, դրա մասին կխոսենք, դեպքերից մեկը, սրբերից մեկը Սուլթան Եզիդը, որը նպաստում է այս անվան մարմնավորմանը եզդիների շրջանում որպես ինքնանվանում։ Հիմա ինչու են եզդիները դիտարկում անհավատներ կամ շատ հաճախ դուք կտեսնեք պարզունակ մոտեցումների դեպքում 19-րդ դարի, չգիտեմ, մահմեդական այգիներ, նույնիսկ եվրոպական ճանապարհորդներ եզդիներին հաճախ անվանում են սատանայապաշտներ։ Որևէ հիմքից զուրկ է նախ եւ առաջ ասեմ այս ստերեոտիպը, կարծրատիպը, եզդիները սատանայապաշտ չեն, եզդիները միաստվածության հետևորդներ են, եզդիական կրոնը միաստվածության, այսպես ասած, պաշտամունքի ուղղությունը, ինչպես քրիստոնեությունը, մահմեդականությունը, հուդայականությունը եւ այլն, բայց եզդիական դավանանքում կա հայտնի երրորդությունը, մեկը նշեցի Սուլթան Եզիդը, մյուսը Շեյխ Ադին, որը պատմական կերպարից արդեն դառնում է սուրբ, հասկանալի է, եւ այս երրորդության երրորդ գործող անձը կամ գործող, չգիտեմ, սուրբը Սիրամար Քրեշտակը, Տաուսի Մալակ եզդիերեն Սիրամար Քրեշտակը, որը եթե գիտեք, շատ հաճախ նույնացվում է ժողովրդական հավատալիքների մեջ Սիրամարգը իր այսպես ասած գեղեցիկ տեսքով եւ հրապուրելու հատկություններով նույնացվում է սատանայի հետ։ Հասկանալի է, կամ համարվում է, որ չգիտեմ, նույնիսկ եզնիկի մոտ կա Ահրիմանը հանդես է գալիս, ասում պարսկական բանում Սիրամարգի տեսքով։ Հասկանալի է։ Այդ հավատալիքային համակարգի դրա օժանդակությամբ էլ եզդիների անհավատ լինելու, առավել ևս ոչ միայն այդ անհավատ, այլ նաև սատանայապաշտ լինելու սխալ կարծրատիպը սերմնավորվում է տարածաշրջանի մահմեդական բնակչության մեջ, ինչից սկսվում է հալածանքները եզդիական համայնքի եւ եզդիականության հետևորդների հանդեպ, բնականաբար նման ստերեոտիպի պայմաններում եզդիները պետք է ոչնչացվեն, թե միջնադարում, թե ցավոք սրտի նաև այսօր համապատասխան ծայրահեղական ուղղություն դավանող տարբեր քաղաքական
կառույցների կողմից, որտեղ այդ իսլամական պետությունը քաղաքական կառույց է, դա դավանական ուղղություն չի, հասկանալի է։ Ուրեմն ինչ կառույց ունի եզդիական համայնքը, հա պետք է անդրադառնանք այստեղից եզդիական ինքնության։ Հիմա տեսեք, արևելքում շատ դեպքերում ինքնության որպես առաջին կրվան, որպես առաջին չափորոշիչ հանդես է եկել եւ նաեւ հանդես է գալիս դավանական պատկանելությունը կրոնը այլ խոսքերով։ Նույնիսկ հայերից մոտ էլ այդ կարծրատիպը կար, տեսեք, բանը Կիրակոս Գանձակեցին, չէ, Զաքարի եղբայրների մասին խոսելիս, չէ, ասում է Իվանն դարձավ ընդունեց քաղաքեդոնական հերձվածը, այսինքն դարձավ քաղաքեդոնականությունը հայ եկեղեցու տեսանկյունից այն ժամանակ հերձված էր ավանդեր, այսինքն այն ուղղությունը, որը հիմա ընդունված է կոչել ուղղափառություն քրիստոնեության մեջ, ընդունեց քաղաքեդոնական հերձվածը եւ դարձավ վրացի։ Հասկանալի, այսինքն դավանանքով էր որոշում ով է հայ, ով է վրացի, չէր կարող Զաքարն, այսպես ասած, հայ լինել, Զաքարի հարազատ եղբայրը վրացի լինել, կամ հավատը փոխելուց հետո անմիջապես փոխել էթնիկական ինքնություն։ Բայց հանդերձ այդպես էր։ Եվ արևելքում մինչև հիմա շատ դեպքերում առաջին վճռորոշ գործոնը դա դավանական պատկանելությունն է շատ դեպքերում։ Տեսեք պակիստանցու եւ հնդիկի միջև տարբերությունը, ասենք օրինակ փանջաբցիները, չէ՞, կիսված են, կեսը Փանջաբի, Պակիստանի տարածքում է, կեսը Հնդկաստանի տարածքում է։ Միակ տարբերությունը ոչ լեզվական տարբերություն կա, մշակութային տարբերությունները չեն, միակ տարբերությունը դավանականն է, չէ՞։ Խորվատների, սերբերի, բոսնիացիների ամենադասական օրինակը միակ տարբերությունը դավանականն է, ըստ որում նույն դավանանքի ներսում ուղղափառ սերբեր, կաթոլիկ խորվատներ, մահմեդական բոսնիացիներ, լեզուն նույնն է, ամեն մեկը իր լեզուն իր լեզվով այլ անվանումով է կոչում։ Սերբեր են սերբի համար, խորվատեր են խորվատի համար, բոսնիեր են բոսնիացու համար։ Պարզ է։ Հիմա եզդիների պարագայում էլ այդպես է, եզդիները դարերի ընթացքում դադարել են իրենց նույնականացնել այլ էթնիկ, թեկուզ նույնալեզու խմբերի հետ, եւ այդ խմբերը նույնպես իրենց չէին նույնականացնում եզդիների հետ, հասկանալի է։ Հետևաբար դարերի ընթացքում դավանական առանձնահատկության վրա ձևավորում է էթնիկական ինքնություն, մենք աշխարհում բազմաթիվ դեպքեր ունենք, ես բերեցի օրինակները, Պակիստան, չգիտեմ, Բալկաններ եւ այլն, հասկանալի է։ Ձևավորվում է առանձին ինքնություն, եզդիական ինքնությունը, եւ եզդիները հանդես են գալիս որպես առանձին էթնիկական միավոր, եթե մենք ուզենանք ավելի համընդհանուր համապարփակ բնորոշում տալ, ապա առանձին էթնիկ դավանական խումբ, դավանական էթնիկական խումբ, որի հիմնական առանցքը կազմում է դավանական պատկանելությունը, այլ խոսքերով, եթե դու եզդիական դավանանքի հետևորդ չես, դու չես կարող լինել եզդի, հասկանալի է։ Հիմա նույնալեզվության հանգամանքը շատ հաճախ չարաշահվում է այդ լեզվով խոսող մեկ այլ հանրույթի քաղաքական, կեղծ գիտական կամ մերձ գիտական շրջանակների կողմից։ Ուրեմն, եզդիներին որոշ դեպքերում շատ ձեռնտու է համարել քրդեր։ Ինչու է ձեռնտու, համենայն դեպս ձեռնտու էր։ Ձեռնտու է այն պատճառով, որ եզդիները, ինչպես արդեն նշեցի, Հյուսիսային Իրաքում կոմպակտ բնակություն ունեն երկու շրջաններում, իսկ մինչև այս իսլամական պետության հետ բախումները քրդական ինքնավարությունը հավակնություն ուներ եզդիաբնակ շրջանների նկատմամբ, որոնք քրդական ինքնավարության կազմում չէին, կամ որոնք քրդական ինքնավարության կազմում էին, բայց ունեն այլ ձգտումներ, մասնավորապես ինքնավարության ձգտում, քուրդ չլինելու ցանկություն, ավտոմատ իրենց պարտադրված կամ ուժով իրենց պարտադրված ինքնությանը չհետևելու ցանկություն, եւ այս առումով մասնավորապես Քրդստանի դեմոկրատական կամ ժողովրդավարական կուսակցությունը, Բարզանիի կուսակցությունը շատ հաճախ ուժի պարտադրմամբ այդ Քրդստան տարածքի ինքնավարությունը լոկ մեդիաներում կամ ԶԼՄ-ներում է ներկայացնում շատ դեմոկրատական, ազատական երկիր, այնտեղ գործող ասայիշը իրենց ավելի հասկանալի եզրով ասած KGB ամենուրեք, այսպես ասած, վերահսկում է իրավիճակը եւ նույնիսկ ավելի տոտալ վերահսկողություն է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Մասնավորապես այդ տոտալ վերահսկողությունը ավելի պակաս չէր, քան ենթադրենք Սիրիայում այդ մուհաֆազատը, որ կար,
Բաշար al-Ասադի անվտանգության ծառայությունը, բայց չգիտես ինչու դրա մասին ոչ ոք չի խոսում, այսինքն Քրդստանի տարածքում այլակարգությունը բացարձակապես անթույլատրելի երևույթ էր, հատկապես եթե դա վերաբերում էր տարբեր խմբերին իրենց քուրդ չհամարելու հարցին։ Հասկանալի է, եզդին գալիս էր Հայաստան եզդիական շեյխը, ասում էր լսի, ես քուրդ չեմ, ես եզդի եմ, ոնց որ ասում են, օգտապորտը եզդի եմ, բայց այնտեղ ես չեմ կարող ասել ես եզդի եմ։ Ես պետք է ասեմ քուրդ եմ, դավանանքով եզդի եմ, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կունենա։ Հասկանալի է։ Եվ այդ լոջիկը պայթեց այս վերջի բախումների ընթացքում, երբ քրդերը լքեցին տարածքը եւ ի վերջո եզդիական առաջնորդը, որտեղ եզդիական համայնքը ունի համընդհանուր ճանաչում ստացած հոգևորական տոհմից սերով առաջնորդ Միր են կոչում Միր Թահսին բեկը, որը մինչև այս բազմաթիվ անգամ պնդել է, որ եզդիները քրդեր են, այս վերջին դեպքերից հետո առաջին անգամ հայտարարությամբ հանդես եկավ, որ եզդիները այդ տարածքում պետք է իրենց ճակատագիրը որոշեն որպես առանձին էթնիկական միավոր, քրդերից առանձին էթնիկական միավոր։ Հասկանալի է։ Հիմա այդ ինքնության հարցը շահարկվում է, ինչպես ասացի, որոշ դեպքերում ձեռնտու լինելու պատճառով, Հայաստանի պարագայում շատ հաճախ դա շահարկվում էր խորհրդային տարիներին, եզդիներին քուրդ էին համարում գաղափարախոսական կաղապարվածության պատճառով, որտեղ խորհրդային միությունը աթեիստական պետություն էր, կոմունիստական գաղափարախոսությունը աթեիստական գաղափարախոսություն էր, հետևաբար եզդիները որպես էթնիկ դավանական խումբ ընդունելի չէին, այսինքն ընդունելի չէր կարող լինել ինքնություն, որը հիմնված է դավանական պատկանելության վրա։ Դրա համար խորհրդային միության տարիներին եզդիներին գրում էին ավտոմատ քուրդ։ Կար նաև երկրորդ կողմը, Ստալինի հայտնի այդ քաղաքականությունը, էթնիկական խոշորացման քաղաքականությունը, երբ ըստ, այսպես ասած, առաջնորդի ճակերտավոր իրար մոտ գտնվող, միմյանց մոտ գտնվող էթնիկական, լեզվական առումով մոտ գտնվող էթնիկական հանրույթները պետք է միավորվեն ավելի խոշորների մեջ, ի վերջո դրանք էլ միավորվելու են ընդհանուր սովետական ժողովրդի, սովետական ազգի, սովետական էթնոսի մեջ։ Հասկանալի է, այս պատրանքը կա, որի արդյունքում շատ ժողովուրդներ մատնվեցին դժբախտության, մասնավորապես Ադրբեջանում ձուլման քաղաքականության ամենախոշոր հնոցը, խորհրդային միության տարածքներում ամենախոշոր հնոցներից մեկը Միջին Ասիայում էլ այդպիսի հնոցներ կային, կամ Ուկրաինայում էլ այդպիսի հնոցներ կային, ինչքան էլ տարօրինակ թվա, հենց այս քաղաքականության շրջանակներում էր իրականացվում։ Չգիտեմ, Հայաստանում եզդիներին գրում էին քուրդ, Ադրբեջանական հանրապետությունում իրական քրդերին գրում էին ադրբեջանցի։ Հասկանալի է, ստացվում է պարադոքս։ Խորհրդային միության ամբողջ այդ գիտական ժառանգությունը, որը ստեղծվել է խորհրդային միության գոյության տարիներին, որտեղ ներկայացված է քրդերի ֆոլկլորը, քրդական հեքիաթներ եւ այլն, պարադոքսալ կերպով որպես կանոն կան առանձին բացառություններ, բայց որպես կանոն գրի առնվել Հայաստանի կամ Վրաստանի եզդիներից, այսինքն եզդիական ֆոլկլորը, եզդիական հեքիաթները ներկայացվել են որպես քրդական։ Պարզ է։ Ուրեմն մեկը Իրաքի հյուսիսում տարածքային խնդիրներ, որտեղ խորհրդային միությունում այլ պատճառով էին եզդիները քրդեր համարվում, եւ անընդհատ այդ դեպատը, այսպես ասած, շարունակվում էր, երբեմն արհեստական է պարտադրվում այդ դեպատը։ Ես կարող եմ հաստատակամությամբ պնդել, որ ցավոք սրտի որոշ ակադեմիական գիտնականներն էլ արևմտյան կենտրոններում ժամանակին գտնվելով այդ քրդական ինքնավարության Էրբիլի, այսպես ասած, հովանավորության տակ, մեղմ ասած հովանավորության տակ, կոնֆերանսների կանչեր, չգիտեմ, ինչ-որ դրամական հովանավորություն տրամադրել, գալիս էին Հայաստան, Հայաստանում այցելում են եզդիական գյուղ, մարդը ասում էր, ես եզդի եմ, իրենք հետ էին վերադառնում, գրում էին, այս ինչ գյուղում, այս ինչ ասաց, որ ես քուրդ եմ։ Հասկանալի, այդպիսի բաներ էլ եղել են, իհարկե համատարած չէ, բայց կան նման դեպքեր։ Կա նաև մի այսպիսի տենդենց փորձել օգտագործել այդ լծակը Հայաստանի վրա ճնշում բանեցնելու առումով։ Բարեբախտաբար տարբեր պետական, չգիտեմ, միջազգային կառույցներ հասկացել են, որ այդ լծակը գործադրելը անհնարին է, որովհետև իրականում չկա նման խնդիր, բայց քրդական տարբեր շրջանակներ այսուհանդերձ կիրառում են այդ լծակը։ Մասնավորապես այն քարտեզը, որ ցույց տվեցի, Քրդստանի քարտեզը Հայաստանի տարածք է մցվում, բացառապես այն պատճառով, որ Հայաստանում կան եզդիներ, որոնք ըստ այդ քրդական շրջանակների քրդեր են։ Հասկանալի է։ Կար խնդիր նաև Հայաստանում ստեղծել, այսպես ասած, Հայաստանը դարձնել տարածաշրջանի 5-րդ երկիրը, որը ունի քրդական պրոբլեմ։
գիտեք, Թուրքիան, Սիրիան, Իրաքը, Իրանը եւ 5-րդը Հայաստանը, որտեղ բնականաբար Հայաստանում կա քրդական համայնք, այնինչ Հայաստանում քրդական համայնք որպես այդպեսին չկա, որովհետեւ Հայաստանի քրդերը 80-ական թվականների վերջերին Ղարաբաղյան շարժման, այսպես ասած, տարիներին եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը լքեցին այստեղ բնակվող ադրբեջանցիների հետ միասին, բայց եզդիները Հայաստանը չլքեցին որևէ էթնիկական պատճառներով, սոցիալ-տնտեսական պատճառներով, որոշ եզդի բնակչություն Հայաստանից գնաց, ինչպես գնացին բազմահազար հայեր, բայց տոտալ լքում Հայաստանի չեղավ, այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ եզդիները իրենց քրդերի հետ նույնիսկ չէին նույնացնում, հետևաբար այդ ինչպես էր, որ մահմեդական քրդերը գնացին, բայց չակերտավոր եզդի քրդերը, չակերտավոր կրկնում եմ, ըստ իրենց, մնացին Հայաստանում, հասկանալի է, բայց դա էլ չկա, որտեղ Հայաստանի եզդիական համայնքը ընդհանուր առմամբ բավական գոհ համախմբված համայնք է եւ երբևիցե քրդական շարժումների տուրք չի տալիս այս տեսանկյունից։ Ուրեմն դեբատի մասին էլ խոսեցինք, այսինքն եզդիական ինքնությունը որևէ կերպ կասկածի տակ դնելու չէ եւ Ամերիկայի նախագահն էլ իր վերջի ելույթներից մեկում չէ, որը նվիրված է Սինջարի ցեղասպանությանը, եզդիներին, եթե ես չեմ սխալվում, հիմա հստակ տերմինը չեմ հիշում, բայց կարծեմ էթնիկ գրուպ, այդպես կոչեց, եզդիների էթնիկական խումբ, այլ ոչ թե դավանական խումբ, քրդերի, չգիտեմ, ենթաէթնոս եւ այլ ծննդաբանություններ, որոնց հաճախ կարող եք հանդիպել, թե գիտական, թե նաեւ մերձ գիտական, թե կեղծ գիտական, թե ԶԼՄ-ների դաշտում։ Ուրեմն փաստորեն եզդիական ինքնության խնդիրը որպես այդպիսին ինչ որ առումով պետք է նշել, որ ունի ուռճացված բնույթ քաղաքական շահարկումների պատճառը, գաղափարախոսական շահարկումների պատճառը, տարածքային նկարտումների հետևանքով է ի հայտ եկել որոշ դեպքերում ոչ բոլորը, ամեն դեպք պետք է առանձին նայել, առանձին մոտեցումներ ունենալ դրա հանդեպ։ Ինքը եզդիական համայնքը բաղկացած է 3 հիմնական կաստաներից, 3 հիմնական խմբերից, բնականաբար, քանի որ դավանական համակարգի հիման վրա ձևավորված ինքնություն է, ապա կա աշխարհիկ դաս եւ կա հոգեվոր 2 հոգեվոր դասեր կան, դրանք շեյխերն են, փիրերն են եւ աշխարհիկ դասը, որը հոգեվոր ֆունկցիաներ չունի։ Ցանկացած աշխարհիկ եզդի պետք է ունենա ըստ դասական, այսպես ասած, եզդիականության դասական մոտեցման 5 հոգեվոր առաջնորդներ կամ 5 հոգեվոր ֆունկցիաներ ստանձնած 5 անձինք։ Աշխանը չեմ կերպացարով Ուրեմն 5 անձինք, որոնցից որպես կանոն սովորաբար ընտրվում է մեկը հիմա, որովհետև գիտեք զարգացել է ամեն ինչ դժվարացել է, այսպես ասած, հոգևորական ունենալու խնդիրը։ Այդպիսի մի բան է, մոտավորապես ես կբացատրեմ ֆունկցիան, բայց առնվազն մեկը պետք է ունենա, որը ընդունված է կոչել հանդերձյալ կյանքի եղբայր։ Մոտավորապես հայերի քավորի նման մի ինստիտուտ է, բայց հոգևորական է, որը ենթադրվում է, որ պետք է հանդերձյալ կյանքում վկայություն տա տվյալ անձի բարեպաշտ լինելու, չգիտեմ, կրոնական ծեսերը պահպանելու, ուղղահավատ լինելու մասին, որպեսզի նա դրախտ գրա, եթե այդ մարդը կենդանի, ապա նրա նախնիները հանդերձյալ կյանքում պետք է վկայություն տան համապատասխան անձի համար։ Այդպիսի հավատալիք կա, եզդիները, ինչպես արդեն նշեցի, միաստվածության համակարգում են, սակայն խոսացինք արդեն, ում եզդիական դավանանքը բաղկացած է երրորդությունից եւ կա չեմ վախենա ասել սրբերի բազմազանություն։ Եթե մի փոքր պատկերավոր նայենք, ցանկացած սրբատեղի եզդու համար սրբություն է անկախ նրանից, դա մահմեդական սրբատեղի է, քրիստոնեական սրբատեղի է, չգիտեմ, այլ կրոնի սրբատեղի է, պանթեիզմի գաղափարի հետևանքով եզդիականությունը չի ընդունում նաև եկեղեցու ինստիտուտ, ցավոք սրտի չկա եկեղեցու ինստիտուտը եւ դրա հետևանքով էլ եզդիական դավանական համակարգը կանոնակարգված չի, այսպես ասած հստակեցված չի, այնպես ինչպես քրիստոնեությունն է կամ առավել եւս իսլամը, որը կանոնակարգում է մարդու կյանքի գործունեության բոլոր ոլորտները, սկսած ջուր խմելուց վերջացրած քնելը, արտանալը եւ այլն եւ այլն։ Հասկանալի է։ Դավանանքը ինքը բանավոր դավանանք
կարգ է, ինչպես արդեն նշեցի, այսինքն փոխանցվում է ուղղակի բանավոր ճանապարհով։ Դա հին ավանդույթի ցուցիչ է։ Հին ավանդույթի ցուցիչ է, եթե հիշում եք, երեք հարց հնչեց Ավեստայի մասին, ես ասացի, որ Ավեստայի տրադիցիան էլ բանավոր փոխանցվում էր մինչև 5-րդ դարում գրի առնվեց։ Ընդհանուր առմամբ, եթե նայելու լինենք այս համակարգին, բանավոր փոխանցման համակարգին, ապա դա շատ տարածված բան էր, արևելքում առասպելը ավելի կարևոր նշանակություն ուներ, քան պատմությունը։ Անտիկ աշխարհի համար պատմությունն էր կարևոր, անտիկ Հնդկաստանի եւ Իրանի համար առասպելաբանությունն էր կարևոր, կամ կրոնն էր ավելի կարևոր։ Հասկանալի է։ Այս առումով առասպելը գրի առնելու կարիք չունի, բանավոր էլ կարող է փոխանցվել, հենց ինքը առասպել է, բառն էլ հայերենում, այսպես ասած, ցույց է տալիս արտասաներ ստել արմատի հետ կապված գերմանական լեզուների։ Առասպել, ասելը չէ։ Սպելն է արմատը, էլի, ասելը դժվար է ասպել ասել կամ սպել ասել։ Ասպել, այդ այսպես ասած բանը։ Ուրեմն, այսպես բանավոր դավանական համակարգ է, հետևաբար այս առումով ևս իսլամի կողմից չակերտավոր անհավատություն, որովհետև իսլամը ընդունում է այս գրքի ժողովուրդներին միայն, այն ժողովուրդներին, որոնք ունեն սուրբ գրքեր։ Բնականաբար քրիստոնեությունը ունի սուրբ գիրք չէ, Աստվածաշունչը, որի մի հատվածն է Ավետարանը, իսլամը ունի սուրբ գիրք, Ղուրանը եւ հուդայականությունը ունի սուրբ գիրք, Թորան չէ, կամ Թալմուդը, տարբեր այսպես ասած սուրբ գրքերը ունեն։ Հիմա եզդիները այս կարծրատիպից ազատվելու համար ավելի ուշ շրջանում, հավանաբար ասորի հոգևորականի օգնությամբ որոշում են շարադրել իրենց դավանանքը երկու գրքերում, որպեսզի ցույց տան, որ իրենք էլ գրքի ժողովուրդ են եւ ուշ շրջանում հավանաբար 10-19-րդ դարերում ստեղծում են հայտնի եզդիական երկու սուրբ գրքերը, որոնցից մեկը կոչվում է հայտնության գիրք, մյուսը սև գիրք, Մասաֆարաշ եւ Քթեվաջլվա, որոնք էլ շատ հաճախ սխալմամբ ընկալվում են, թե երկու գրքերում է ամփոփված ամբողջ եզդիական դավանանքը, ամբողջ եզդիական հավատալիքային համակարգը, ինչը սխալ է, քանի որ դրանք ուշ ստեղծված երևույթ են, ստեղծված են կոնկրետ նպատակով ցույց տալու համար, որ եզդիներն էլ գրքի ժողովուրդ են, այնինչ եզդիական դավանանքի հիմնական սյուները դրանք բանավոր աղոթքներն են, բանավոր օրհներգներն են, հիմներն են, որոնք եզդիները կոչում են Ղավլու բեյթ եւ կամ բազմաթիվ այդպիսի Ղավլու բեյթեր, որոնց մեջ շարադրվում է եզդիական հիմնական, այսպես ասած, սկզբունքները եզդիականության, եզդիական սրբերը, եզդիական ծիսակարգը, ամեն ինչ հասկանալի է։ Այս առումով եզդի շեյխերը շատ հաճախ կատակում են, ասում են, եթե հատկապես ցուրտումոտ տարիները, ինչպես ասել է տարիներին, երբ որ լույս չկար, բան չկար, ասում են, այդ պայմաններում մենք ունենք առավելություն մեր կրոնը քարոզելու, որովհետև եթե լույսը գնա, քրիստոնյա քահանան չի կարող Աստվածաշունչը կարդալ, մահմեդական քահանան մոլլան չի կարող կարդալ Ղուրանը, իսկ մենք կարող ենք մեր աղոթքը կամ հիմները, այսպես ասած, արտասանել, որովհետև բանավոր գիտենք դա, անգիր գիտենք դա։ Այս առումով դա համարում են առավելություն նաև եզդիները իրենց համար։ Հիմա, այսպիսի դավանական համակարգը, այսպիսի, չգիտեմ, արտառոց, այլոց համար արտառոց դավանական համակարգ ունեցող ժողովուրդը, բնականաբար դարերի ընթացքում արդեն նշեցի պետք է ունենալ բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ պրոբլեմներ եւ այդ պրոբլեմները եղել են գրեթե մշտապես։ Եզդիական ավանդության համաձայն եզդի ժողովուրդը 72 անգամ ենթարկվել է ցեղասպանության, անշուշտ 72-ը գիտեք սակրալ թիվ է, ինչպես 7-ը, 40-ը, 12-ը, 3-ը առասպելական թիվ է եւ բնականաբար դժվար է ասել հաշվել հենց 72, ուղղակի պատկերավոր ասած ոնց որ ասում են, չգիտեմ, 1000 ու մի մանրուք դա չի նշանակում, հենց 1000 ու մի հա, առասպելական թիվը 1000 ու մի գիշեր 40 ավազակներ, չգիտեմ, աշխարհի 72 ժողովուրդներ, օրինակ 72-ը համարվում է Աստվածաշնչի, Ղուրանի եւ այլն, որ աշխարհում կան 72 ժողովուրդներ։ Բայց եզդիական երկու խոշոր ցեղասպանությունների մասին կարելի է խոսել, դա նախ եւ առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանություններ եւ այս վերջի դեպքերը։ Օսմանյան կայսրությունում եզդիական ամենախոշոր ջարդերը, ինչքան էլ դրա մասին շատ հաճախ չի հիշատակվում, չի խոսում, տեղի ունեցան հայկական ջարդերի հետ համընթաց։ Այսինքն 15 թվականին
ոչ միայն տեղահանվում եւ կոտորվում են հայերը, այլ նաեւ նրանց հետ միասին, նրանց հետ հավասար չափով նաեւ եզդիները եւ նաեւ ասորիները, հատկապես Հաքարի, այսօրվա Հաքարի կոչվող այդ տարածքի ջուրամերկի պատմական շրջանի ասորիները, որոնք ուղղակի նույնպես, այսպես ասած, բանից հարավանկած տարածքեր ենթարկվեցին խոշոր ցեղասպանության եւ տեղահանության, ի վերջո հաստատվելով Իրանի հյուսիսային շրջաններում, չվերադառնալով մեծ մասը նրանց չվերադարձավ այլևս հետ, եւ նաեւ հյուսիսային Իրաքում ժամանակը սպառնում է։ Ես ամփոփեմ ընդհանուր առումով պետք է նշել, որ այսօր եզդիների առաջ, եթե մենք նայել լինենք թե քաղաքական, թե մշակութային առումով կամ մի շարք մարտահրավերներ։ Բնականաբար վերջին իրադարձություններից հետո համար առաջին մարտահրավերը դա եզդիների անվտանգության ապահովումն է իրենց բնորանում։ Հուսալ, որ իրենք եզդիներն էլ արդեն չեն հուսում, որ ինչ-որ հույս չունեն, որ որևէ մեկը կարողանա նրանց անվտանգությունը ապահովել եւ ինչքան էլ զարմանալի է, ինչքան էլ ողբերգական է, եզդիական վերջին ցեղասպանությունը հանգեցնում է ի վերջո այն գաղափարին, որ եզդիները պետք է ունենան սեփական պետական առնվազն ինքնավարության մակարդակով պետական միավոր, որի անվտանգությունը իր հերթին պետք է ապահովի եզդիական զինված ուժը, եզդիական զինված ջոկատները եւ եզդիները լինելով ընդհանուր առմամբ քաղաքացի ժողովուրդ բավական լավ մարտիկներ են եւ պատմական բազմաթիվ տվյալներ ունենք սկսած Էլիա Չելեբից բազմաթիվ թուրքական փաշաների արշավանքները Սինջար, բոլոր տեղերում հստակ վկայություններ կան, որ եզդիները ուժեղ դիմադրություն են ցույց տալիս եւ հիմա էլ եզդիական այն զինված ուժերը ինչ որ առումով, եթե կարելի է դրանք զինված ուժեր կոչել, ամենայն դեպս զինված ջոկատները կան գործում են մի մասը քրդական, այսպես ասած, բայց Քրդստանի բանվորական կուսակցության օժանդակության պայմաններում ոչ բարձանիական Փեշմարգայի օժանդակության, այլ Քրդստանի բանվորական կուսակցության օժանդակության պայմաններում մի մասն էլ անկախ ինքնուրույն եւ դրանք գործում են տարածքում, այսինքն Սինջարի տարածքում են գործում եւ հետաքրքիր է, որ այդ ջոկատների ամենահայտնի հրամանատարը վերջին շրջանում ամենահայտնի դարձած հրամանատարը ուրեմն հայտարարում է, որ իրենք ճիշտ է հիմա քրդերը օգնում են իրենց զենքով եւ այլն ԿԲԿ-ին նկատի ունի, բայց իրենք կռվում են բացառապես եզդիների համար եւ կռվում են բացառապես ապագա Եզդիստանի համար։ Շնորհակալություն։ Հարցեր։ Ես այսօր էլ նպատակադրված եզդի մի տատիկի խոսեցի եւ ինքը շեշտադրեց, ասաց մենք արևապաշտներ ենք այստեղ, իսկ նրանք իրենց համար եզդի եւ մեզնից տարբերվում են նրանով, որ նրանք գուրանապաշտ են։ Խնդրում եմ այդ մասին խոսեք եւ ինքը շատ ուրախություն էր հայտնում, որ Հայաստանում իրենք ոչ մի խնդիր չունեն։ Բնականաբար Հայաստանում եզդիները որևէ խնդիր չունեն կապված էթնիկական ինքնության, մշակութային, չգիտեմ, սոցիալ-տնտեսական այն բոլոր խնդիրները, որոնք մենք էլ ունենք հայերս, եզդիներն էլ ունեն։ Բայց հատուկ առանձին, այսպես ասած, խտրական քաղաքականություն եզդիների հանդեպ չի դրսևորվում, չնայած կարելի է որոշ դեպքերում կիրառել դրական խտրականության սկզբունքը, այսինքն որը իմիջայլոց, ասենք օրինակ բարձրագույն կրթության ոլորտում կիրառվում է, ենթադրենք արևելագիտության ֆակուլտետում եզդի աբիտուրիենտը դիմորդը ուղղակի դրական բառեր հավաքելու դեպքում 2 հոգի տարեկան կարող են ընդունվել իրանագիտության ամբիոն եւ ասորիների հանդեպ էլ դա կիրառվում է արաբագիտության ամբիոն ընդունվելու կապակցությամբ դրական խտրականությամբ որոշ տեղերում էլ կարելի է դա կիրառել դպրոցական կրթության համակարգում, ասենք եթե ինչ-որ դասարանում եզդի երեխաների որոշակի թվականներ կա, կարելի է նրանց համար մտցնել եզդի երեխի առանձին դասավանդում եւ այլն։ Այսուհանդերձ պրոբլեմներ չունեն եւ դա միայն մենք չենք շեշտում, դա բոլորն են շեշտում։ Ինչ վերաբերում է արևապաշտությանը, բնականաբար այդպես է, բայց արևապաշտությունը չի կարող լինել դավանական համակարգ, որովհետեւ արևապաշտությունը դա պրիմիտիվ կրոնին հատուկ երևույթ է։ Այսպես ասեմ, պատկերավոր ամենանախասկզբնական մարդը առաջին երևույթները, որոնց հանդեպ պետք է ունենալ հատուկ վերաբերմունք, պաշտամունքային վերաբերմունք, դա պետք է լինել արևը եւ կրակը։ Մութը ընկնում է մարդը, պետք է պրիմիտիվ մարդը։ Սարսափել արևը դուրս է գալիս, իրեն տաքացնում է, չգիտեմ, տեսնում է շրջապատը, պետք է ասելով արև, բարև,
Հասկանալի։ Այսինքն արևապաշտ ներկայացնելը եզդիներին, բնականաբար ժողովուրդը կարող է, հիմա հայերն էլ հարցում են, ասեն խաչապաշտ է, բայց քրիստոնեությունը խաչապաշտություն չի։ Հասկանալի է։ Նույնը ուրանապաշտությունը, իսլամն էլ ուրանապաշտություն չի։ Ուրանը իսլամի սուրբ գիրքն է, բայց մահմեդականները ուրանը չէ, որ պաշտում են։ Կրոնական համակարգը պաշտում է Աստծուն, հիմնական պաշտամունքի, այսպես ասած, էակը, օբյեկտը դա Աստված է։ Այս առումով որպես ժողովրդական մեկնաբանություն շատ գեղեցիկ է, բայց որպես գիտական մոտեցում աշուշ սխալ։ Ես մի հարց ունեմ, քրդերի, սուննի քրդերի եւ եզդիների տարբերությունը դավանաբանական է, ինչպես ասացիք, ու համարում են որպես առանձին էթնիկ խումբ դրա համար։ Եզդիների։ Ես լրիվ համաձայն եմ։ Բայց երբ որ մենք ալևիների հարցն էինք քննարկում, նույն ալևիների տարբերությունը դավանաբանական է, ասենք սուննի թուրքերից։ Որոշ մարդիկ ասեցին, չէ, ալևիները էթնիկ ազգ չեն։ Այդ դեպքում ինչու է այդ խտրականությունը, եթե եզդին զուտ դավանաբանության հիման վրա էթնիկ միավորը դառնալ, ինչու ալևին չի կարող դառնալ։ Ուրեմն խնդիրը սա է, որ որոշ դեպքերում ես նշեցի դավանանքը հանգեցնում է էթնիկական ինքնության ձևավորման, որոշ դեպքերում կարող է դա չհանգեցնել։ Օրինակ, համշենցի մահմեդական հատվածը համշենցի հայերի դավանանքը հանգեցնում է նրանց մոտ առնվազն հայ լինելը մերժելուն, այսինքն մենք իրականության մեջ տեսնում ենք, որ դավանական տարբերությունը բերում է հիմնական էթնիկական առանցքից հեռացման։ Հիմա եթե դուք համշենցուն հարցնեք մահմեդական համշենցում, դու ինչ ես, ինքը կասի ես հոմշեցի է։ Հասկանալի է, բոլոր տեղերում ֆիքսված է, խեմշիր է։ Բայց հարևան լազը, երբ որ հարցնում ես, ասում ես քո հարևանը ինչ է, ասում են էրմենի, եթե այսպես ասած թուրքերեն ես խոսում, եթե լազերեն ես հարցնում, ասում ես սոմեխի, հայտնի անունը քարտվելական։ Այս առումով ոչ բոլոր դեպքերում է, որ դավանական տարբերությունը կարող է հանգեցնել էթնիկական ինքնության ձևավորման։ Շատ դեպքերում, ասենք օրինակ, չգիտեմ, հայերի պարագայում ֆրանկ հայերը, կաթոլիկ հայերը դավանական տարբերության պատճառով չեն դադարում հայ լինելուց, բայց միջնադարում որոշ հատված, այսպես ասած, քաղաքագիտական ընդունած հայերի որոշ հատված ձևավորում է կամ առանձին ինքնություն կամ ձուլվում այլ ինքնության մեջ, վրացական ինքնության մեջ է ձուլվում հայ հոռոմները հայտնի, որոնք դարձան գույներ եւ այլն, այսինքն մի բանաձև, որ այս բանաձևը այստեղ այսպես է աշխատում, չկա, գոյություն չունի։ Կարող են, չգիտեմ, ֆրանսիացիների մի հատվածը լինել կաթոլիկ, մի հատվածը բողոքական, բայց ենթադրենք ավստրիացիները խոսելով նույն լեզվով, ունենալով նույն դավանանքը, ձևավորել առանձին ինքնություն եւ իրենց չհամարել գերմանացի, չնայած խոսում են նույն լեզվով։ Այսինքն մի դեղատոմս պայմանավորելու համար, թե ինչու է այս մի ինքնությունը այսպես է, ինչու է այնպես, մենք կարող ենք միայն բացատրել, բայց առաջադրել ցավոք սրտի չենք կարող։ Հայաստանում եզդիները բնակվում են գրեթե ամենուր, Երևանում կան, բայց կոմպակտ բնակության վայրեր Արագածոտնի մարզում կան, Արմավիրի մարզում կան, եթե չեմ սխալվում, ամենաշատ եզդիական համայնքները Արմավիրի մարզում են, երկրորդը երևի Արագածոտնն է, կան 22 կարծեմ եզդիական մեծամասնություն, բնակչության մեծամասնության եզդիական գյուղեր կան Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե թիվը ճիշտ է հիշում։ Բայց ամենուրը կարող եք հանդիպել եզդիներին, այդպիսի մի մարզ չկա, որտեղ, չգիտեմ, միայն այդտեղ լինեն կամ Երևանում ամենուրը կան, գրեթե բոլոր քաղաքներում Հայաստանում կան։ Նաև ծրտյալ եզդիներ կան, չգիտեմ, այդ դերյակ չեմ, բայց Հայաստանում, այսպես ասած, քրդեր գրանցված էր 1000 վերջի մարդահամարում կարծեմ 1000 հոգի գրանցվել են, դրանք էլ եզդիներ են իրականության մեջ, ուղղակի իրենք համարում են, որ իրենք քրդական ինքնության կրող են, ոչ թե եզդիական։ Որպես կանոն այդ հատվածը, բնակչության այդ հատվածը համակրալից վերաբերմունք ունի Քրդստանի բանվորական կուսակցության համար։ Հարց։ Չէ, եզդիները ունեն իրենց առանձին լեզու, որը նույնական է քրդերի լեզվի հետ, բայց ինչպես սերբերը իրենց լեզուն անվանում են սերբերեն, շատ հաճախ տեսեք նաև մեզ մեղադրում են, ասում են եզդիերեն լեզու գոյություն չունի, դա քրդերեն է։ Ով ասաց, որ գոյություն չունի, եթե մարդը իր լեզուն անվանում է եզդիերեն եւ դա իր մայրենի լեզուն է, ապա այդպիսի լեզու կա, չէ՞։ Ով կարող է ասել, չգիտեմ, ուկրաիներեն արդյոք ռուսերենի բարբառը թե առանձին լեզու է կամ չգիտեմ, բազմաթիվ այդպիսի դեպքեր ունեն։ Շատ դեպքերում նույն լեզուն երկու անուններով է հանդես գալիս։ Տաջիկները իրենց լեզուն կոչում են տաջիկերեն, ոչ մեկ չի
մտածում ասեն, որ տաջիկերեն լեզու գոյություն չունի, որովհետև դա նույն պարսկերեն է։ Հասկանալի է։ Եզդիները նույն լեզուն կոչում են եզդիերեն իրենց լեզվով էզդկի, քրդերը նույն լեզուն կոչում են ուրմանջի, հասկանալի է։ Այրեք խոսեցինք դրա մասին, հետևաբար եզդիների մայրենի լեզուն եզդիերեն։ Վերջին եզդիների ցեղասպանությունից հետո մտքեր հնչեցին, որ փաստական եզդիները մի մասը հնարավոր է տեղափոխվեն Հայաստան։ Ձեր կապով ինչքանով ռեալ է, ինչ խնդիրներ կան առաջ։ Ես կարծում եմ չգիտեմ ռեալությունը ինչքանով են զբաղվում դրանով, անկեղծ ասած տեղյակ չեմ, բայց որևէ խնդիր չեմ կարծում, որ առաջացնի։ Հայաստանի Հանրապետությունը ունի բնակչության կարիք, եզդիները լավ ժողովուրդ են, աշխատավոր ժողովուրդ են, հայերի հետ ունեն դարավոր բարեկամության ավանդույթ, բայց անշուշտ ամենաճիշտ լուծումը կլինի ու այսպես ասած մարդասիրական առումով ճիշտ է այդ մարդկանց տեղափոխել ավելի անվտանգ վայր, բայց ես կարծում եմ, որ ավելի ճիշտ լուծում կլինի, որ եզդիական հայրենիքում եզդիները պահպանվեն եւ կարողանան թե համաշխարհային հանրությունը, թե նաեւ մենք եթե կարող ենք օժանդակել այդտեղ անվտանգ եզդիական, այսպես ասած բնակավայրեր ունենալ եւ պահպանել այդ եզդիական առնվազն, այսպես ասած, մոզաիկայի մերձավոր արևելքի մի տարը իր հայրենիքում, որտեղ հիմա դուք եթե անցնեք մերձավոր արևելքում հայկական էթնիկական տարածահմանափակվել է արևմուտքից Արաքս գետով, չէ, մինչդեռ մինչև Կիլիկա, չգիտեմ, համեք երկու գյուղ չգիտեմ, Տակով կա այդտեղ, բայց դա ամենևին այդպես չի, հիմա եզդիներն են այդ քարտեզից դուրս գալիս։ Երեք դուք նշեցիք, որ կարծեմ թե Իրանի հյուսիս-արևմտյան սահմանում, որտեղ որ պատմական Մարաստանն է գտնվում, կան բնիկ եզդիներ, որոնց հայրենիքն է դա կարելի է։ Ես նման բան չէի կարող ասել ուղղակի։ Պատմականորեն այդ տարածքն է որպես Մարաստան իրենք ընդգծում, ու դուք ասացիք, որ կան չէ այնտեղ եզդիներ։ Ես երեք ընդհանրապես այդպիսի բան ես չեմ Զայնազգություն ունեն, կարող եմ բայց այդպիսի բան չեմ ասել։ Ուրեմն ձեր հարցը կանխած գալով ասեմ, որ հավանաբար ինչ որտեղ կարդացել եք որևէ քուրդ հեղինակի, որը պնդում է, որ քրդերը մարերի, այսպես ասած, ժառանգներն են, մարերի մնացորդն են, դա կեղծ գիտություն է, այսպես ասած, քրդերը իրանական լեզուներից մեկով խոսող ժողովուրդ են, մարերն են իրանալեզու ժողովուրդ են, նույն հաջողությամբ մենք կարող ենք պնդել, որ ասենք թալիշներն են մարերի ժառանգները, բելուջներն են մարերի ժառանգները, ցանկացած իրանական լեզվի կրով, որը հանդիսանում է հյուսիս-արևմտյան իրանական լեզու, ինչպիսին մարերենն է։ Քրդերենը մարերենի ուղղակի ժառանգորդը չէ։ Եթե ուզում ենք գտնել մարերենի լեզվական ժառանգներին, ապա մարական հատկանիշները պահելու առումով ավելի, այսպես ասած, մարական լեզուներ կան, քան քրդերենն։ Այսպես ասեմ, Իրանի տարածքում եզդիներ չկան, Իրանի տարածքում շատ հաճախ եզդիների հետ շփոթում են ծայրահեղ շիական տավանական ուղղություններից մեկի հետևորդներին, որոնք հայտնի են Ալի Իլահի անունով կամ Ահլիհակ անունով, եւ որոնց շրջակա բնակչությունը նույնպես ինչքան տարօրինակ է համարում է երբեմն սատանայապաշտ։ Բայց դա ավելի շուտ շիայական տավանական ուղղություն է, ծայրահեղ, բայց շիայական եւ եզդիական ուղղություն չի։ Եզդիների շրջապատում մենք ունենք էլի նմանատիպ էզոտերիկ տավանական ուղղություններ, շաբաքներն են, որոնք էլի իրանալեզու հանրույթ են, բայց ոչ քրդախոս հանրույթ։ Հիմա մի դեպքում ասում են լեզուն է կարևորը, շաբաքների դեպքում ուրիշ պատճառ են բերում, երբ որ շաբաքների լեզուն քրդեր են, չէ՞, ոնց որ ադրբեջանցիները։ Մի դեպքում Նիզամին ադրբեջանցի է, որովհետև ծնվել է Ադրբեջանի տարածքում, իսկ մյուս դեպքում Ֆիզունին, որը ծնվել է Իրաքի տարածքում, իրաքցի չի, որովհետև գրել է թուրքեր են, հետևաբար էլի ադրբեջանցի է։ Հասկանալի։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ես հարցամ, նշեցիք, որ ամեն մի եզդի պիտի ունենա 5 փիր կամ շեյխ։ Դա նաև կանանց է վերաբերում, թե մենակ Անշուշտ կանանց է վերաբերում, կանայք էլ պետք է ունենան դա, որովհետև շեյխական, տեսեք, եզդիների մոտ հոգևոր դասի անդամները միայն տղամարդիկ չեն։ Հոգևորականությունը, ժառանգականը, ինչպես աշխարհիկությունը, այսինքն շեյխական ընտանիքները ժառանգական են, կա միջ ընտանիքային ամուսնության արգեր, ասենք օրինակ շեյխական ընտանիքի, մի ընտանիքի ենթադրենք Շեյխ Հասանից սերով ընտանիքի, որը Միշնա Դարյանելի պատմական անձ է, ընտանիքի անդամները չեն կարող ամուսնանալ, ենթադրենք Շեյխ Շամսի ընտանիքի անդամների հետ, այսինքն շեյխական պետրաների միջև էլ ամուսնությունը արգելված է,
ամուսնությունը արգելված է շեյխերի եւ փիլերի միջեւ, ամուսնությունը արգելված է աշխարհիկների եւ հոգեվորական բոլոր դասերի միջեւ։ Այդ 40,000 ոնց են ամուսնալու։ Դա դրա համար բավական բարդ է Հայաստանի պարագայում։ Շարունակապես շեյխական եւ փիլական որոշ ընտանիքների դեպքում խնդիր կա, որովհետեւ աշխարհիկ դասը բնականաբար մեծամասնություն է։ Արգելքը ինչով է պայմանավորված, նույն հանգամանքով ինչով պայմանավորված է հայերիս մոտ քավորի ընտանիքի հետ, այսպես ասած, աղջիկ տալ առնելու հարաբերություն չունենալը, որովհետև համարվում է, որ հոգևոր կապ կա եւ այդ հոգևոր կապը ավելի ուժեղ կապ է, քան ազգակցական նույնիսկ արյունակցական կապ։ Իսկ ամուսնությունը մինչև ինչ աստիճան մոտիկություն թույլատրելի է, այսինքն ամուսնությունը թույլատրելի է, այսպես ասած, երկրորդ աստիճանի ամուսնությունն էլ կարելի է, ինչպես Օրագրոչ։ Այդպեսի կարելի է, բայց ընդհանուր առմամբ եզրերը խուսափում են։ Հիմա ավանդական եղել են շատ դեպքերում, ասենք շեյխական ընտանիքների դեպքերում ստիպված է, բայց հիմա անձամբ ես շատ եզակի դեպքեր գիտեմ, որ մեծամուսնություն տեղի ունենում, որովհետև իսկ հայերի հետ ամուսնություն։ Հայերի հետ ամուսնությունը արգելված է ընդհանրապես այլադավանների իրականության մեջ դեպքեր կան, անշուշտ կան, բայց դավանական համակարգը արգելում է ամուսնությունը թե այլադավանների հետ, թե դավանանքի ներսում տարբեր կաստայական Եթե ամուսնանում են, այլևս դադարում են եզդի լինելուց, եթե ուզում եք իմանալ, թե Անդրեշիրիմյան կյանքում ինչ պատիժ են ունենալու, ապա դրանք ընկնելու են ցեխաջրով լի դժոխքում մի, այսպես ասած, ճահճի մեջ, որի 4 կողմերում կանգնած են լինելու 4 դավանանքների ներկայացուցիչները, եզդիական դավանանքի ներկայացուցիչը քրիստոնյան, մահմեդականը եւ հուդայական դավանանքը։ Ինքը լողա տալու մի կերպ, որ փրկվի ճահճից, մոտենա սրան, ասի, ինձ օգնի, ասի դու ինչ ես, ասի ես եզդի եմ, ասի չէ, դու եզդի չես։ Դու գնա մահմեդականի մոտ եւ այդպես տանջվելու անընդհատ լողալով։ Այդպես անավտալիքը Այսինքն իրանց դժոխքը ցեխաջի մեջ է եւ ոչ թե կրակի։ Ուրեմն տարբեր պատիժներ կան։ Ուրեմն շատ հետաքրքիր է հայկական դժոխքն միայն այսպես ասած ժողովրդական դժոխքներ կրակի մեջ չի եւ եզդիական դժոխքի նկարագրությունը շատ դեպքերում համընկնում է նաեւ ժողովրդական քրիստոնեական հավատալիքների հետ, մազը կամուրջ օրինակ։ Չէ՞ որ մազը կամուրջով պետք է անցնես իսլամի ժողովրդական հավատալիքների հետ, ընդհանուր առմամբ եթե դժոխքի գաղափարին նայել ունենք, դրախտի եւ դժոխքի գաղափարը զրադաշտական ծագում ունեն, զրադաշտականությունից են ասնում եսկերոնների, այդ առումով շատ նմանություններ կան, եթե ուզում եք եզդիական հավատալիքներում կամ ժողովրդական հավատալիքներում դժոխքի դրախտի մասին պատկերացում կազմել, Դանթեի աստվածային կատակերգությունը գեղեցիկ նկարագրված է տարբեր աստիճաններով, գիտել Եթե ավելի պատկերավոր բան եք ուզում կարդալ, ապա Արտամիրյաց նամակը միջին իրանական տեքստ, որտեղ էլի տարբեր դժոխքներ են ներկայացնում, կրակներ կան։ Կապրեք արասը, այսպես ասած, կուպր է։ Եթե կարելի առաջարկությունով, քանի որ լավ ավանդույթ է ծրագրվել modus vivendus-ով, ասենք կարելի նաև նրանց հույդերին, ասորիներին, չգիտեմ, ռուսներին, ուկրաինացիներին Ինչու՞ չէ կարելի է հրավիրել Եթե հարցը իրենց է վերաբերվում Ուրեմն մի բան ձեզ ասեմ, եթե դուք ուզում եք, չգիտեմ, հայերի մասին որևէ տեղեկություն ստանալ, պարտադիր չի դիմեք տաքսու վարորդային։ Դուք կարող եք դիմել անգլիացի գիտնականի, որը ավելի լավ կարող է իմանալ հայագետի դրա պատմությունը, այսինքն պատկերավոր առածքը չէ, ամեն թռչուն չէ, որ թռչնագետ է։ Այդ առումով թյուրանկալում կա, որ չգիտեմ, հայերով պետք է զբաղվեն միայն հայերը, եզդիներով միայն եզդիները, չգիտեմ, ամերիկացիներով միայն ամերիկացիները, ադրբեջանցիներով միայն այդպիսի բան չկա։ Համետ են վերել, որտեղ համակարգը դրսից լավ է երևում, երբ ճանաչելու համար, այդ իմաստով, երբ են պետք է թշնամիներն են դրսել են։ Ի վերջո, հաստորեն ամբողջ առաջնորդի գրականությունը, եթե կարելի ինչ գրականություն կա, որ ավելի մանրամասն է նկարագրված եզդիների կոնկրետ այդ պատմությունը եւ հավատալիքները, հաստորեն հետանոսության ո՞տ է գալիս այդ ամեն ինչի դժվար ասում եք ավելի Դա եթե դուք ասեք եզդիները կվիրավորվեն, այսպես ասած, որտեղ հիմա ես կարծիք ասեցի, չգիտեմ, այստեղ կան թե չկա, կներեք իհարկե, բայց ես իմ քանի որ հոկտեմբերային վերջին
փորձում եմ ավարտել, կային իմ հետ սովորում էին եզդիներ եւ համալսարանում երբ ես սովորում էի, էլի եզդիներ էին, որոնք բանասիրական կրթություն էին ստանում եւ հավասար հետո ճակատագիրը չգիտեմ, իմ մասին գիտեմ իհարկե։ Ի վերջո, դեր կարծիքով ինչու այդ ազգություններ ասեն, ցեղ ասեն, ժողովուրդը չկարողացան ի վերջո այս երկրագնդի վրա այդքան հին լինելով բավականին, չկարողացան ի վերջո մի պետականություն ստեղծել։ Պատճառը հիմնական դեր կարծիքով ինչու՞ն է։ Բավականին այսպես ասած այդ դեպքում հարց տվեցի շատ դժվար է մի պատճառ նշել, ինչու ասենք եզդիները պետականություն չստեղծեցին։ Կամ քրդերը պետականություն չստեղծեցին։ Այսինքն բավական կոնկրետ ամեն մի դեպքում պետք է տարբեր խնդիրների նայել, տարբեր չափորոշիչներ կան, տարբեր պատճառներ կան։ Հիմնականում ես կարող եմ ասել, ասենք, հիմնական պատճառներից մեկը բնականաբար սովորաբար այսպես է, ներքին եւ արտաքին բազմաթիվ պատճառներ։ Ներքին պատճառներից մեկը այն է, որ իրենք չկարողացան այդպես է, տեսեք ասորիները, չէ, թվում է թե փոշը պետականություններ ունեցած ժամանակին արամեական մի քանի պետություններ կային, արամեերենը մերձավոր արևելքում ուներեն կարգավիճակը, ինչ որ այսօր անգլերենը ունի աշխարհում, միջազգային հաղորդակցության լեզու էր, բայց մենք նայում ենք ցավոք այսօր ասորական հնագույն համայնքները արդեն գրեթե վերացել են հյուսիսային Իրաքից։ Հիմա ինչն է պատճառը, որ ասորիները վերանում են, մենք էլի մի փոքր հատվածում մեր հայրենիքի պետականությունը վերականգնել ենք, ամենայն դեպս հավակնություն ունենք ընդլայնելու այն, որոշ չափով էլ ընդլայնել ենք։ Դժվար է ասել, ամեն դեպքում տարբեր մոտեցումներ կա, էլի ինչպես պարոն Պապյանի հարցի կապակցությամբ մի դեղատոմս չկա, որ ասել, այս մի դեղատոմս կվերցրեք եւ պետականություն կունենաք, տարբեր պատճառներ կան։ Եթե վիճակագրությանը նայենք, որ 200 պետություն կա, իսկ ազգերն ու ազգությունները մինչև 10,000 են հաշվում, բնականաբար, հետո տարօրինակ կերպով շատ մեծականակ ժողովուրդ կարող լինի եւ պետություն չունենանք, նույն քրդերը, որ ամենաբան, նույն փուշտունները, շատ է։ Աղանդորացիները են, խեղճերը այդքան պայքարում են, որ Այսինքն կա ամբողջ Հնդկաստանը վերցրեք, մենք հնդիկ ենք ասում բոլորին, բայց այդտեղ հարյուրավոր ազգեր կան, այսինքն փոքրաթիվ ազգեր կան, որ ասենք 10-15 միլիոն են, այդտեղ փոքր են համարվում։ Տիբետցիները, որ ես մասնակցել եմ չինացնել այդ բանն, ասում եմ, փոքր ժողովուրդ են, 50 միլիոն են։ Ինչի մասնակցել են, այո, իրանց համար 50 միլիոնը փոքր է, չինացու համար մերը շատ Հայերի եւ մարդիկների մոտիկն ու հեռուն է, էլի, Իրանում, որ ասում է մոտիկա, նշանակում է առնվազն 120 կիլոմետր կա, մեր մոտ որ ասում է մոտիկա մի 6-7 կիլոմետր է։ Ես հստակ պատճառը չգիտեմ, բայց փաստը կա, որ ոչ միայն օժանդակություն չտրամադրեց, այլև գիտեք, այդ Սինջարի շրջանը ոչ պաշտոնապես գտնվում էր Քրդստանի ժողովրդավարական կուսակցության վերահսկողության տակ կամ այլ խոսքերով քրդական ինքնավարության վերահսկողության տակ, որովհետև թեև պաշտոնապես այդ սահմաններում չէր, բայց այդտեղ կային փեշմերգայի ուժեր, որոնք հաստատվելուց առաջ ջենտլմենական պայմանավորվածության էին եկել եզդիների հետ, որ եզդիները տարածքում բնակվող եզդիները հանձնում են զենքը եւ զինամթերքը եւ նրանց անվտանգությունը ապահովում է քրդական փեշմերգան։ Ցավոք սրտի նրանք ոչ միայն անվտանգությունը չապահովեցին, ոչ միայն մարդ չտվեցին, այլև նույնիսկ զենքը եւ զինամթերքը չթողեցին եզդիներին, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույնաբար մարտնչել։ Պատճառը ո՞րն է, ես չգիտեմ, բազմաթիվ պատճառներ կան, բայց ես սովոր եմ միայն այսպես ասած դոկումենտալ փաստերի հիման վրա որևէ բանի հավատալ, ասել, չգիտեմ, պնդել եւ այլն եւ այլն։ Եթե նայում եք, մի կողմից ասում են պայմանավորվածություն կար, իսլամական պետության այն ժամանակ այլ անուններ ավելի երկար, անր Իրաքի եւ Ասորիքի իսլամական պետություն եւ քրդական ինքնավարության միջև տարածք, ես չգիտեմ, եղել է այդպիսի պայմանավորվածություն թե չի եղել, ամենայն դեպս տարածքը եզդիաթափվեց եւ տարածքի եզդիաթափումը ինչ որ առումով ձեռնտու է քրդական ինքնավարությանը, որովհետեւ չկա, ինչպես հայտնի է, այսպես ասած ասույթը, չկա ժողովուրդ, չկա խնդիրը, հիմա խնդիրը չկա, բայց խնդիրը ընդհակառակը ինձ թվում է ավելի կսրվի, որովհետեւ դրա արդյունքում ստեղծվեց, տեսեք մեր պարագայում էլ ինչ որ առումով այդպես է, նաեւ հայկական ցեղասպանությունը ողբերգական երևույթ ստիպեց ստեղծելու ինչ որտեղ, ես այդպես եմ մտածում, չգիտեմ ճիշտ է թե սխալ,
Հայաստանի պետականությունը վերստեղծել։ Միգուցե եզդիների պարագայում էլ այդ մեթոդաբանությունը աշխատի, ես վստահ չեմ, բայց այսուհանդերձ միգուցե եղի։ Հաջան։ Խնդրեմ։ Բաղդասարյանների պարոն Ոսկանյան, հարցս հետևյալն է, նախ ես շատ ընկերներ ունեմ եզդի, իրանց հետ շփվելով բավական տեղյակ եմ եզդի երիտասարդության գործունեությանը, բավական ակտիվ են վերջի տարիներին, թե մշակութապես իրանց մշակույթը տարածելու, թե եզդի ժողովրդի պատմությունը տարածելու, թե իրենց մասին ընդհանրապես բարձրաձայնելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հաճախակի են հանդիպումներ ունենում հայ նախարարների, պատգամավորների, վարչապետի հետ։ Հիմա նաև գիտեմ, որ քիչ թե շատ համայնքի ներսում ռազմավարություն կա երիտասարդներին որոշակի մասնագիտություններով կրթելու, այսինքն հենց այնպես չեն սովորում իրանագիտության կամ արաբագիտության անկյոնում եւ այլն։ Եվ շատ հաճախ էլ եզդի ընկերներս խոսում են եզդիական պետության մասին, որի մեջ մտնում են Արևմտյան Հայաստանի հսկայական տարածքները, Թումվանը եւ այլն։ Կուզեի իմանալ, եթե տեղյակ եք, եզդի համայնքի եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հարաբերությունները ինչ փուլի մեջ են գտնվում, ինչ տիպի հարաբերություններ եւ պետությունը ինչպես է վերաբերվում եզդիական համայնքին ու իրենց այդ նկարտումներին։ Բնականաբար ցավոք սրտի տեղյակ չեմ, բայց այդ Վանի եւ բան ես առաջի անգամ եմ լսում, անկեղծ ասած, որ Եզդիստանի տարածքը հասնում է մինչև բան։ Չեմ հանդիպել այդպեսի բանի, միգուցե երևի կամ աշխարհագրությունը լավ չգիտեմ, ընկերները կամ ինչ-որ խնդիր ա եղել, թյուրեկանում ա եղել, բայց եզդիների պարագայում երբևիցե չեմ լսել։ Հայաստանի դեպքում, եթե մենք նայենք, հիմա բավական ակտիվ գործող մի քանի հասարակական կազմակերպություններ կան, այդ թվում նաև հիմնականում երիտասարդներով համալրված։ Մի քանի տարի առաջ ես մի եզդի ընկեր ունեմ, երիտասարդ ընկեր, միտեղ դասախոսության ենք հարց հնչեց, թե ինչու որոշակի, այսպես ասած, հյուրընկալում կա եզդիների հանդեպ, կամահարական վերաբերմունք կա եւ այլն, ես ասացի ամենաառաջինը դուք եք մեղավոր դրանում, որովհետեւ դուք պետք է ձեր ժողովրդի կերպարը ձևավորեք, հասկանում եք, եթե ինչ-որ միտեղ, չգիտեմ, հայ կանաչի ծախով որպես այդպիսի ընկալում ունի, ապա մեղավորը առաջին հերթին այդտեղի հայ համայնքն է, որը իրեն դրսևորել է այնպես, որ դիմացինը իրեն դիտարկվում է որպես բացառապես կանաչի ծախով։ Եթե, չգիտեմ, շատ կանենք, շատ գեղեցիկ ֆիլմ է, սիրուն ֆիլմ է, բայց այդ ֆիլմի հայի կերպարը ամենևին ինձ հաճելի կերպար չի։ Խորոված Սարգսով Արմեն Ջիգարխանյանը կամ Միմինոյի մեջ ազնվական օդաչու դառնալու տենչով, այսպես ասած, լեցուն վրացին եւ Կամազի շոֆեր Պագրիշկա բերող տանող շատ կանենք հայ։ Հասկանում եք, այդ թվում է թե մանր դետալ է, բայց դա ձևավորում է ժողովրդի ընկալում։ Չէ՞։ Այդ տեսանկյունից հիմա շատ ես ուրախ եմ, որ եզդիական երիտասարդական կազմակերպությունները այս մի 5 տարվա իրենց գործունեության արդյունքում ես կասեի կտրուկ շրջեցին ստերեոտիպները, տարբեր, այսպես ասած, անկալումները, որոնք կային եզդիների հանդեպ։ Նախ եզդիական մտավորականությունը, որի ժամանակին ձևավորվել էր Հայաստանում խորհրդային տարիներին, ես չեմ վախենա ասել, ուղղակի դավաճանաբար լքեց եզդիներին, այսպես ասած, անցնելով քրդական տարբեր շարժումների հորձանուտը եւ այլն։ Այսօր փառքաստու ձևավորվել է նոր եզդի մտավորականությունը, իրենս այդ երիտասարդների, որոնք մի քանի լեզուներ գիտեն, որոնք ունեն բարձրագույն կրթություն արևելագիտական տարբեր ուղղություններում, տիրապետում են մայրենի լեզվին, հայրենին, հոյակապ մի քանի այլ լեզուներ եւ կարող են, այսպես ասած, հպարտությամբ ներկայացնել եզդիական համայնքը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ 90-ականներին մենք արտգործնախարարությունում փորձեցինք մի եզդի վերցնել եւ դիվանագետ դարձնել, որ նպատակը հենց միջին արևելքի եւ նաեւ եզդի համայնքի հետ աշխատելու համար էր։ Այդ ժամանակ այդ երիտասարդությունը այդքան ակտիվ չէր։ Մեզ մի կերպ հաջողվեց մի եզդի երիտասարդ գտնել այս արևելագետների մեջ, որտեղ չկային աղջիկները ընդհանրապես չկային բուհերում այդ մի եզդի երիտասարդներ, որի վրա մի 2 ամիս աշխատեցինք, բաներ էինք սովորացնում եւ այլն, վերջը հորեղբայրը Գերմանիայի մեջ գնաց Գերմանիա, ասենք կանչեց գնաց եւ այդ եզդի դիվանագետն էլ չդարձավ դիվանագետ։ Այդ փորձերն արվել են, շատ բաներ իրենցից է կախված, այսինքն իրենք ինչ են։ Ես բառացիորեն մի քանի տարի առաջ ես եզդերի հետ էի խոսում, մեկը ասեց գործերս պիտի տանեմ բան տամ, տնտեսագիտական են եզդիներից տարբերություն, մեկը պիտի գաս ոչխար պայեսել, իզոթե ժամանակի գործերը։ Վերաբերմունքը կա։ Это ты պայես ոչխար հիմա պայ առանց այդ դիպլոմի, ոչ մի տարբերություն չկա։ Այդ խնդիրը կա, համեցեք։ Ես ուղղակի որպես հավանում, որ իսկապես ակտիվ եմ, կուզեի նշել, որ օրինակ երևի չգիտեք, որ Հայաստանում մանկական հատկապես օրթոպեդիայի որպես բժշկի
բժիշկ եմ ասում, հիմնադիրը համարվում է եւ հանդիսանում է Եզդի Գեորգի Խուդոյիչը հայտնի Մհոյան, ով շատ մեծ ներդրում ունի ընդհանրապես բժշկության մեջ եւ Մհոյանների ընդհանրապես տոհմը, այսպես ասած, բավականին հայտնի տոհմի ներդրումներ ունի տարբեր։ Հա, բայց նաև Մհոյանների մեջ կային արևելագետներ, որոնք լքեցին եւ անցան քրդական շարժման։ Մոսկվայում չէ։ Շաքրո։ Արդյոք կյանքի վերջի տարիներին այսպես ասած Շաքրո Մհոյանների։ Ես եկել անկախ այսպես ասած հայացքներից լավ մարդ էր, այսպես ասում, անկեղծ զրույցում ամենևին իրեն քուր չէր համարում, բայց դա քաղաքական այսպես ասած շարժման մեջ էր։ Այդ առումով այսպես ասած։ Այդտեղ հարցներ։ Կա՞։ Չէ։ Խնդրեմ։ Ենթադրաբար որ տարածքներին են հավաքվում, ապագա եթե լինի Քրդիստանը կամ եւ լինի Եզդիստանը։ Քրդստանի տարածքները բավական երեք մի այսպես ասած վատատեսական քարտեզ ցուցադրեցի ես։ Դրանից լավատեսական սցենարներ կան։ Եզդիների պարագայում եզդիական ինքնավարությունը ենթադրվում է եւ դրա ուղղությամբ մինչեւ իսլամական պետության հարձակումները նաեւ աշխատանքներ են խաղալում թե Իրաքի պարլամենտում գործող, թե ընդհանրապես եզդիական լոբիստական կազմակերպությունը Իրաքում եւ Իրաքից դուրս, նաեւ Հայաստանում, նաեւ եվրոպական երկրներում, Նինվեի նահանգը որ կա Իրաքի, Նինվեի նահանգի տարածքում եւ անշուշտ այն ժամանակ հավակնություն չկար երկրորդ շրջանի վերաբերյալ, որը գտնվում է քրդական վերահսկողության տակ, բայց ես կարծում եմ հիմա այդտեղ էլ կարող են հավակնություններ լինել հաշվի առնելով վերաբերմունքը Արևմտյան Հայաստանի տարածքին քրդերը նկատի ունենք։ Քրդերը բնականաբար կոչում են Քրդստան այդ տարածքը։ Ես մի ժամանակ այստեղ Հայաստանում մի քուրդ ակտիվիստ կար, իրոք քուրդ ակտիվիստ էր, որը սերում էր Քաշաթաղի շրջանից, նախին Լաչինի շրջանից եւ հայտնի հետևից մի մտավորականի տղա էր, այստեղ ներկայացնում էր քաղաքական ուժ։ Ես իրան հարցրեցի, ինչ եք ասենք դուք անընդհատ ասում Կարսը Քրդստանն չի, Վաղը Քրդստանը, ասաց ես էլ գիտեմ, որ դա Քրդստան չի, բայց այնտեղ քուրդ բնակիչը, որ այնտեղ ապրում է, եթե ես ասեմ դա Հայաստանն է, ինքը պիտի ասի ինչու է Հայաստան, բայց ինչի պետք է Հայաստանի համար պայքարը։ Այսինքն իրենք էլ լավ գիտեն տարածքը, ինչ տարածք է, ով եղել է տարածքներում գիտի, առաջին ցանկացած հիշողություն, որը կապված է անցյալի հետ, քրդի տարածքի, թե թուրք, թե քուրդ բնակչության համար, ասոցացվում է հայերի հետ, հաճախ հելենիստական հուշարձանը, չգիտեմ, Պոնդոսի տարածքում, որը որևէ կապ չունի հայերի հետ, տեղի բնակչին, եթե հարցնես ասացին հուշարձանը, ասում է հայերի հուշարձանն է։ Այսինքն, ցանկացած հուշարձան, անցյալի հետ կապված տարածքի մասին հիշողություն, ավտոմատ կերպով, եթե նույնիսկ այդպես էլ չի, ասոցացվում է հայերի հետ, ինչի ինչ է ցույց տալիս։ Այդտեղից կարելի է եզրակացնել տարածքը Հայաստանը, Քրդստանը, թե չգիտեմ, Թուրքիստանը։ Ճիշտ է, որ եզդիները միջակայք են հայտնվել հյուսիսարևմտյան Հնդկաստանից։ Դες այդ տեսակետը, այսպես ասած, հաճախ շրջանառում է ԶԼՄ-ներով եզդի, որոշ մտավորականները դա ասում են, այդպես չի, եզդիները Հնդկաստանի հետ որևէ կապ չունեն։ Ոչ հնդկական, կրոնական համակարգը, ուղղակի երևի, այսպես ասած, մի մարդ կա, որը դա պնդում է, բայց ես համաձայն չեմ դրանից եւ իրականում դա անհիմն է զուտ գիտական առումով, որպես ժողովրդական վարկած անշուշտ հետաքրքիր, բայց գիտական առումով ամոթուն է։ Դուք որ ասեցիք ամեն մի մարդու հասնում է 5 վկա, չէ՞, 5 վկա հոգևորական, այսպես ասած, այդ հոգևորականների ֆունկցիան քավլիցի, միայն հանրացիալ կյանքում վկայություն տալը չի, այլ ֆունկցիաներ ունեն։ Դուք ասեցիք 5 հոգի, 5 տղամարդ, չէ՞։ Իսկ կանանցն էլ 5 կին։ Կանանցն էլ հարցը եղավ, կանանց, քանի որ շեյխական եւ փիլական դասերը, տեսեք, մեր մոտ հոգևորական դառնալու համար պետք է ձեռնադրվել, չէ՞։ Ցանկացած մարդ, անկախ իր, այսպես ասած, սոցիալական, չգիտեմ, դասային ծագումից կարող է ուսում ստանալ, ձեռնադրվել եւ դառնալ հոգևորական, պայմանով, որ արական սեռի ներկայացուցիչ է, հայ առաքելական եկեղեցի իգական սեռի հոգևորական չի ընդունում, ինչպես հիմա ինչ-որ որոշ բաներ, որոշ եկեղեցիներ կան, որ ընդունում են, բայց մերը չի։ Հիմա, այդտեղ կին շեյխը բնականաբար լինում է կին
աշխարհիկի հոգևոր քույրը։ Հասկանալի է։ Եթե շեյխի դուստրա, արդեն ավտոմատ շեյխ է ինքը, հասկացաք։ Չէ, ուզում եմ ասեմ երկուսին էլ այդ 5-ը պետք է առնել։ Կանանցնել այո տղամարդկանց էլ, որևէ տարբերություն չկա, բայց հիմա որպես կանոն պահպանվում է մի այսպես ասած հոգևորականը, հա, որը կարող է լինել շեյխ փի, որովհետև խնդիրներ կան էլի հիմա ինքը հոգևորական ապահովելը, նաև տնտեսական առումով հոգևորականը աշխարհի մարդկանց ողորմությամբ, եթե կարելի է այդպես ասել, ողորմություն չի էլի։ Հա, տուրք էլ չի, այնպես էլ չի, որ պարտադիր է, այդպիսի է, դումա տասանորդի նման, այսպես ասած, բայց տասանորդը պարտադիր է, ես ինչքան գիտեմ, չգիտեմ, հիմա մի խոսքով էլ ես։ Հասկացա կբացատրեմ ձեզ։ Ուրեմն հոգևոր որևէ կառույց չունեն եզդիները, ես նշեցի, որ եզդիականությունը եկեղեցու ինստիտուտ չի ընդունում ընդհանրապես, այսինքն չունի կանոնակարգված եկեղեցու ինստիտուտ, որի գլխին պետք է կանգնած լինի հովվապետը, ինչպես կաթոլիկ եկեղեցին է, ինչպես այսպես ասած չգիտեմ, մեր եկեղեցին է, այս առումով եզդիական այդ հոգևորական դասերը որ կան, նույնիսկ իրենց հանդերձյալ կյանքի եղբայր լինելու հանգամանքն էլ հետաքրքիր ձևով է կանոնակարգված։ A շեյխական ընտանիքը հոգևոր եղբայրը B շեյխական ընտանիքի համար, B շեյխական ընտանիքը հոգևոր եղբայրը G շեյխական ընտանիքի համար, G շեյխական ընտանիքը հոգևոր եղբայրը A շեյխական ընտանիքի համար։ Այսինքն նույնիսկ այդտեղ այնպես է ստացվում, որ ամենամեծը դառնում է ամենափոքրի, այսպես ասած, ենթական եւ հակառակը։ Աշխատում են այդ հավասարության սկզբունքը պահպանել, բայց եզդիական համայնքը ավանդաբար կառավարում է շեյխական ընտանիքից սերով միրը, որը ունի թե աշխարհիկ ֆունկցիաներ, թե հոգևոր ֆունկցիաներ, Միր Թահսին Բեկն է հիմա եզդիական համայնքի համարվում այդպես համաշխարհային եզդիականության առաջնորդը, բայց կա նաև հոգևոր գործերի կառավարիչի ֆունկցիա զբաղեցնող մի անձ, որը առանձին է եւ միայն հոգևոր գործերով է զբաղվում։ Բայց պարբերաբար Հայաստանում տարբեր մարդիկ են հանդիպում, որ ասում են համայն եզդիների աշխարհի եզդիների Ուրեմն դա ՀԿ-ի անունը գրված աշխարհի եզդիների միություն, բնականաբար այդ ՀԿ-ի ղեկավարը համարվում է աշխարհի եզդիների միության առաջնորդ։ Բայց այս տեսանկյունից որևէ ՀԿ-ն չի շեշտվում խաբեության նման մի բան։ Դա հիմա չգիտեմ ինչա, բայց այդպես է ամենայն դեպս եւ այդ առումով նույնիսկ եզդիների միրն էլ չունի այդպիսի մանդատ, շատ հաճախ, չգիտեմ, Հայաստանի եզդիները օրինակ չեն մասնակցում, այդպիսի ինստիտուտ չկա, միրի ժառանգաբար փոխանցվող էլի իշխանություն, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ոնց էր երկրորդ հարցը Այդ անկողին անկողինի խնդիրը, ուրեմն եզդիական ավանդույթում, ինչպես նաև հայերի ավանդական, այսպես ասած, ժողովրդական տեսակարգում ծալքը գիտեք այդ տներում ժամանակ են կային, վերմակ, չգիտեմ, ներքնակ եւ այլն բարձր, համարվում էր պաշտամունքային առարկա, որովհետեւ ենթադրվում էր, որ այդ օջախի ընտանիքի պահապան սուրբը, կամ ոգին, կամ չգիտեմ, սուրբը ծալքում է տեղավորված, բնականաբար ծալքի հանդեպ ավելի համակրալից կամ պաշտամունքային վերաբերմունք կա։ Դա զուտ պրագմատիկ իմաստով մեկնաբանվում է այսպես, քանի որ դա նախատեսված է հյուրի համար, այդ ծալքը, իսկ հյուրը աստծոն է, ապա ծալքն էլ այսպես ասած աստծոն է եւ կապավոր։ Եզդիները հավատում են, որ ծալքի մեջ կա մի հատուկ ոգի, պիրաստեր են ասում, ստեր ծալքը եզդիները, որը գիշերը եթե դու բացում ես այդ ծալքի, այսպես ասած, ծածկոցը շղարշը, դուրս է գալիս եւ պահպանում է տունը բազմաթիվ չարիքներից, չար աչքից, չգիտեմ, տարբեր տեսակի այլ ժողովրդական հավատալիքներին բնորոշ վտանգավոր բաներից։ Վերջի հարցը խնդրեմ։ Այս վերջի շրջանում երիտասարդության շրջանում եզդի այդ ակտիվության շնորհիվ այնպեսի մի վիճակ է ստեղծվել, որ խմորումներ կան նրանց մեջ, ինչ-որ վիճեր կան, բախումներ կան, ինչ է կարծում, ես պետք է միջամտել այդ գործընթացներին, ուղղում են իրանք որպես հեղինակություն ընդունում իրանց ազգից դուրս, ինչ խավի, ինչ կրոնի ներկայացուցիչների։ Ուրեմն ասեմ, որ ինչքանով ես տեղյակ եմ, այսպես ասած, բանավեճ կա, բայց վեճ ինչ-որ
սուր հակամարտություն բախումներ չկան, բնական բան է, հայերի մեջ էլ կան 2-3 հոգի, եթե լինի նույն դաշտում աշխատող, եթե կներ ունենում են տարաձայնություններ, բանավեճեր, չգիտեմ եւ այլն, որպես հեղինակություն ում են ընդունում, չեմ կարող ասել ցավոք սրտի, կան մարդիկ, որոնց հարգում են, նվաստս էլ այդ մարդկանց շարքում են, բայց ես չեմ համարում, որ ես կարող եմ լինել անձամբ իմ կարծիքով հեղինակություն որևէ հարցում։ Շնորհակալություն այդպես